Բարև ձեզ սիրելի ունկնդիրներ, ինչպես գիտեք, ես էքստրասենս պարահոգեբան եմ, զբաղվում եմ նաև վեդայական աստղաբանությամբ, նայում եմ նեգատիվ էներգիայի մաքրում, աստղային քարտեզ եմ մեկնաբանում, թալիսմաններ եմ պատրաստում և ակտիվացնում, ես Երևանում եմ, եթե ձեզ անհրաժեշտ է իմ ծառայությունը կարող եք դիմել, եթե չեք կարողանում այցելել, աշխատում եմ նաև օնլայն տեսազանգի միջոցով։ Իմ բոլոր ուղիղեթերները պահպանվում են իմ YouTube-յան ալիքներում, Instagram-ում, Կոնտակտում, Facebook-յան ալիքներում, Telegram-յան ալիքներում, TikTok-յան ալիքներում, գրանցվեք, որպեսզի ինֆորմացված լինեք։ Այդ ալիքներում ձեզ հետաքրքրող շատ ինֆորմացիա կա, կանխատեսումներ, հմայախոսություններ, ծիսակարգեր, որոնք որ ես ձեզ ի սրտե նվիրում եմ։ Ինչպես գիտեք, սիրելիներս, ամեն շաբաթ կիրակի 2 ժամով մտնում եմ ուղիղեթեր, որտեղ որ պատասխանում եմ ձեր հարցերին, գրում եք ձեր անունը, գրում եք ձեր տարիքը, գրում եք ձեր հարցի ոլորտը, անձնական, գործնական, ֆինանսական, առողջական, նեգատիվ էներգիայի առկայության մասին, իմ ուղիղեթերները իրենք շատ յուրահատուկ ուղիղեթերներ են, ես նման հարցերի նույնպես պատասխանում եմ, կա արդյոք թուղթուգիր, կա արդյոք անեզք, կա որևէ տեսակի այլ նեգատիվ էներգետիկա, եթե ես զգամ հասկանամ, որ ձեր խնդիրը, ձեր պրոբլեմը որևէ նեգատիվի պատճառով է, ես դա սիրելիներս նույնպես բարձրաձայնում եմ, դուք էլ ի պատասխան իմ կատարած գործողությունների գրեք ձեր լայքերը, դրեք ձեր սրտիկները, ուղարկեք ձեր մեկնաբանությունները, նվերները, նման ձևով դուք էլ ձեր շնորհակալությունը կհայտնեք։ Գրանցվեք իմ ալիքներից, նման ձևով նույնպես դուք ձեր шнурокалությունը կհայտնեք։ Здравствуйте, мои дорогие подписчики. Как вы знаете, я экстрасенс-парапсихолог, ведический астролог, ясновидящая. Я делаю расклады на картах Таро, работаю с помощью рун, делаю чистку, ставлю защиту. Для каждого человека отдельно составляю натальную карту, астрологическую матрицу. Если вам нужна моя помощь, обращайтесь. Я людей принимаю в себя в доме. Если не можете приходить, работаю онлайн с помощью видеозвонка. Каждую субботу и воскресенье, дорогие мои, у меня 2-часовой прямой эфир именно на ТикТоке, где я отвечаю на ваши вопросы. Я знаю, что много моих подписчиков, они русскоязычные люди. Дорогие мои, вы можете давать ваши вопросы на русском. Я с большим удовольствием и на ваши вопросы буду отвечать. Мой прямой эфир уже начинается. Пишите ваше имя, сколько вам лет и сфера вопроса. Личные отношения, финансы, здоровье, наличие негатива. Я с большим удовольствием на ваши вопросы буду отвечать. Ասկանը սիրելիներս, սկսում ենք մեր ուղիղեթերը։ Գոհար 36 տարեկան վիրահատությունը ինչպես կանցնի։ Գոհար 36 տարեկան վիրահատությունը ինչպես կանցնի։ Կա խնդիրներ, սիրելի Գոհար, կա դժվարություններ, վախենում եք, սիրելի Գոհար։ Ընդհանրապես ցույց է տալիս, որ կլինի խնդիրներ, կլինի պրոբլեմներ։ Ուշադրություն դարձրեք, բացի դրանից, սիրելի Գոհար, ցույց է տալիս, որ ձեր հիվանդության հիմնական պատճառը դա թուղթուգիրն ու անեզքն է։ Ցույց է տալիս, որ վիրահատությունը կանցնի որոշակի բարդություններով, բայց սիրելի Գոհար, խորհուրդ եմ տալիս, վիրահատությունից հետո դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, որպեսզի այս իրավիճակը ավելի չբարձրանա, ավելի չշատանա, ավելի խնդիրների առաջ չկանգնեք, դուք կատարեք մաքրման գործողություն, մաքրեք ձեր բիոէներգետիկ դաշտը, սիրելի Գոհար, որպեսզի հետագայում այդ վիրահատությունները անընդհատ չշարունակվեն, անընդհատ դուք չկանգնեք վիրահատության առաջ։
ցույց է տալիս, որ որոշակի բարդություններ կլինի, բայց վիրահատությունից հետո դիմեք անպայման էքստրասենսի, որովհետև ձեր առողջական խնդիրը դա թուղթուգրի եւ անեծքի պատճառն է։ Շնորհակալ եմ լայքերի ու սրտիկների համար։ Լորա 22 տարեկան անձնական։ Տեսնենք ինչ է ասում տիեզերքը մեր սիրելի Լորայի համար։ Սիրելի Լորա, ձեր անձնական ոլորտում լինելու է հաջողություն, ինչի մասին որ դուք հիմա երազում եք, սիրելի Լորա, ձեր երազանքները կատարվելու է, լինելու է անձնական երջանկություն, սիրելի Լորա։ Լիլիթ 52 տարեկան անձնական, տեսնենք ինչ է ասում տիեզերքը մեր սիրելի Լիլիթի համար։ Լիլիթ 52 տարեկան անձնական։ Սիրելի Լիլիթ, ձեր վրա կատողմական անեծք չկա անձնական, ինչի վրա էլ դուք հիմնվում եք որպես անձնականի, դա այժմյան դրությամբ փլուզված է։ Սիրելիս, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, որպեսզի լինի անձնական։ Այս անեծքը, այս մագյան, այս կախարդանքը ձեր վրայից մաքրեք, նոր դրանից հետո դուք կհասկանաք, թե ինչ է երջանկությունը, ինչ է անձնական երջանկությունը։ Քանի կա այս նեգատիվը, չեմ տեսնում անձնական երջանկություն։ Շնորհակալ եմ։ Վարդուի 57 տարեկան, տեսնենք ինչ է ասում տիեզերքը մեր սիրելի Վարդու համար։ Վարդուի 57 տարեկան։ Կա խնդիրներ սիրելի Վարդուի, ինչ-որ վախեր կա, որ դուք վախենում եք, որ չեք կարողանա այդ խնդիրներից դուրս գալ։ Խնդիրները եւ ֆինանսական ոլորտի հետ կապված, նաեւ կա առողջական խնդիրներ, սիրելի Վարդուի։ Գիտեք ինչ, սիրելի Վարդուի, ձեր վրա կա կախարդանք, ձեր վրա կա մագիա, որը ձեզ կանգնեցրել է նման ֆինանսական պրոբլեմի առաջ, որը ձեզ կանգնեցրել է նման առողջական խնդրի առաջ, որը ձեզանից խլել է, վերցրել է ձեր անձնական երջանկությունը։ Սիրելի Վարդուի, որպեսզի լինի երջանկություն, որպեսզի լինի հաջողություն, որպեսզի դուք այդ առողջական խնդիրների ավելի չբարձրանան, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, այս տոհմական անեծքը ձեր վրայից մաքրեք եւ անձնական երջանկություն կլինի եւ ֆինանսական հաջողություն։ Շնորհակալ եմ լայքերի, սրտիկների, նվերների համար։ Շատ շնորհակալ եմ, սիրելիներս։ Իզաբելա 46 տարեկան անձնական։ Իզաբելա 46 տարեկան անձնական, տեսնենք ինչ է ասում տիեզերքը մեր սիրելի Իզաբելայի համար։ Կա խնդիրներ սիրելի Իզաբելա, կա վախեր, որ դուք նաև այդ անձնական իրավիճակից հաղթանակով դուրս չեք գալիս։ Գիտեք ինչ, սիրելի Իզաբելա, ձեր անձնականը փակված է, որովհետև ձեր անձնականի վրա կա կատարված մագիա, սև կախարդանք, որի պատճառով ձեր անձնականը գալիս տեղ չի ասնում։ Դուք լույսը թողնում եք, գնում եք խավար։ Սիրելի Իզաբելա, դուք չեք կարողանում այս նեգատիվի պատճառով ճիշտ ընտրություն կատարել։
դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, դուրս եկեք այս նեգատիվից, որպեսզի լինի երջանկություն, որպեսզի լինի անձնական։ Քանի կա այս նեգատիվը, ձեր անձնականը անընդհատ փլուզվելու է, դուք անընդհատ սխալ ընտրություններ եք կատարելու, դուք անընդհատ գնելու եք հոգեբանական այս խնդիրների մեջ։ Մաքրվեք սիրելի Իզաբելա, եւ կլինի երջանկություն, եւ կլինի հաջողություն։ Էդգար 35 տարեկան, ամսի 5-ին կգնաք ծառայության, թե ոչ։ Էդգար 35 տարեկան։ Ընդհանրապես կգնաք ծառայության, ճիշտ է, ցույց է տալիս, որ չեք ցանկանում, բայց կգնաք ծառայության, մի կեր վախեցեք, այդ ծառայությունը կանցնի բարեհաջող, առանց որևէ խնդիրների, առանց որևէ պրոբլեմների։ Ուղղակի ցույց է տալիս, որ ֆինանսական խնդիրներ կա, ֆինանսական բարդություններ կա, բայց դա էլ ժամանակավոր է, սիրելի Էդգար, դուք կգնաք ծառայության։ Շնորհակալ եմ լայքերի համար։ Մհեր 28 տարեկան, տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Մհերի համար։ Սիրելի Մհեր, ձեր վրա կա մայրական ազգը ձեր փակված է, եթե դուք ուշադրություն դարձրած լինեք, եթե ունեք մուրակույրներ, մորեղբայրներ, կա անձնական խնդիրներ, կա ֆինանսական խնդիրներ, ազգի մեջ թշնամություն, անտարբերություն, սիրելի Մհեր, այս նեգատիվը փակում է ձեր անձնականը, այս նեգատիվը փակում է ձեր ֆինանսականը, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, դուրս եկեք այս տոհմական անեծքի տակից, դուք դեռ երիտասարդ եք, ձեզ կլինի հաջողություն, ձեզ կլինի երջանկություն, բայց եթե չմաքրվեք, սա ամեն ինչ քանդում է, ամեն ինչ փլուզում է։ Դուք հենց հիմա այդ փլուզման իրավիճակի մեջ եք։ Չկա աշխատանք, չկա անձնական, ինչ ձեռք տալիս, քանդվում է, սիրելի Մհեր։ Շնորհակալ եմ։ Նարե 32 տարեկան անձնական, Նարե 32 տարեկան անձնական, տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Նարեի համար։ Սիրելի Նարե, ձեր անձնականը փակված է, ձեր վրա կա թուղթուգիր, ձեր վրա կա կախարդակ, ձեր վրա կա մագիա, անձնական բացակայում է, չկա անձնական, տարօրինակ իրավիճակ է, հոգեբանական ընկճված վիճակ է, կա նաև 100% հոգեբանական խնդիրներ, դեպրեսիա, անքնություն, այս նեգատիվը բերում է խնդիրներ, սիրելի Նարե, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, դուրս եկեք այս նեգատիվից, որպեսզի լինի երջանկություն, դուք դեռ երիտասարդ եք, անտեղի միք տարապեք, սիրելի Նարե, ձեզ չի տված տարապանք, ձեզ տված է երջանկություն, ուղղակի այս նեգատիվը ձեզանից խլում է ձեր երջանկությունը։ Շնորհակալ եմ։ Զարուհի 26 տարեկան, անձնական կյանքում ինչ է սպասվում։ Զարուհի 26 տարեկան, անձնական կյանքում ինչ է սպասվում։ Կա խնդիրներ, սիրելի Զարուհի, կա վախեր, որովհետև ձեր անձնական կյանքի մեջ այնպիսի իրավիճակ է եղել, որ դուք հիասթափված եք։ Սիրելի Զարուհի, ոնց որ ձեր անձնականը քնած լինի, բացակայում է։ Գիտեք ինչ, սիրելի Զարուհի, ցույց է տալիս, որ ձեր անձնական կյանքի մեջ պետք է լիներ հաջողություն, պետք է լիներ երջանկություն, բայց դա չկատարվեց։ Սիրելի Զարուհի, ցույց է տալիս, որ մի քվախեցեք։
Ճիշտ է, դուք տարօրինակ վախով եք լսված, որ ձեր անձնականը էլ չի լինի, բայց նման իրավիճակ չկա, դուք այս տարօրինակ իրավիճակից հաղթանակով դուրս կգաք եւ ձեր անձնական ոլորտում կլինի երջանկություն, կլինի հաջողություն։ Շնորհակալ եմ ձեր լայքերի, ձեր սրտիկների, ձեր նվերների համար։ Շնորհակալ եմ։ Բարև ձեզ, շնորհակալ եմ նվերների համար, շնորհակալ եմ լայքերի համար, շատ շնորհակալ եմ։ Վահե Լուսին կապ կլինի թե ոչ։ Վահե Լուսին կապ կլինի թե ոչ։ Տեսնենք ինչ է ասում տիեզերքը։ Կա խնդիրներ, սիրելի Վահե, սիրելի Լուսին։ Ընդհանրապես ցույց է տալիս, որ ձեր վրա կա թուղթուգիր, որը բաժանում է ձեզ, եւ քանի կա այս թուղթուգիրն ու այս նեգատիվը, սիրելի Վահե, սիրելի Լուսին, միացում եւ կապ չի լինի, որբիսի լինի միացում, որբիսի լինի կապ, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, այս նեգատիվը ձեր վրայից մաքրեք, նոր դրանից հետո հնարավոր է որ լինի կապ։ Ժորա 40 տարեկան, տեսնենք ինչ է ասում տիեզերքը մեր սիրելի Ժորայի համար։ Ժորա 40 տարեկան։ Սիրելի Ժորա, ընդհանրապես ցույց է տալիս, որ կան խնդիրներ, բայց նաև կա հնարավորություն, հատկապես հաջողություն է լինելու ձեր ֆինանսական ոլորտում։ Դուք կարողանալու եք այդ խնդիրներից ազատվել, այդ խնդիրներից դուրս գալ։ Շնորհակալ եմ նվերների, լայքերի համար, շատ շնորհակալ եմ։ Շնորհակալ եմ։ Սիրելի Ռեբեկա, սիրելի, գրեք ձեր տարիքը, որպեսզի ես կարողանամ ավելի ճիշտ կանխատեսում կատարել։ Մարիամ 27 տարեկան, անձնական։ Մարիամ 27 տարեկան, անձնական։ Տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Մարիամի համար։ Սիրելի Մարիամ, ձեր անձնական ոլորտում լինելու է երջանկություն, ինչ երազանք նպատակ որ ունեք, ձեր երազանքները նպատակները կատարվելու են։ Ռեբեկա Ադամ, կմիանաք թե ոչ։ Ռեբեկա Ադամ, միություն կլինի թե ոչ։ Սիրելի Ռեբեկա, սիրելի Ադամ, ձեր բաժանության պատճառը ձեր վրա կատարված թուղթուգիրն է, ձեր վրա կատարված մագիան է, որպեսզի լինի միացում, սիրելի Ռեբեկա, սիրելի Ադամ, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, այս մագիան ձեր վրայից մաքրեք, նոր կլինի միացում։ Սա ոչ միայն ձեր միացմանն է խանգարում, նաև անհատական ձեր կյանքի անձնական ոլորտն է փակում։ Մաքրման գործողություն կատարեք, որպեսզի լինի երջանկություն։ Հեղինե 29 տարեկան, անձնական, տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Հեղինեի համար։ Հեղինե անձնական։
Սիրելի հեղին է, ձեր անձնական ոլորտում լինելու է երջանկություն, ինչ երազանք նպատակ որ ունեք, ձեր երազանքները, նպատակները կատարվելու է։ Շնորհակալ եմ լայքերի, սրտիկների։ Լիաննա 19 տարեկան, անձնական, ֆինանսական։ Տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Լիաննայի համար։ Սիրելի Լիաննա, եւ անձնական ոլորտում, եւ ֆինանսական ոլորտում լինելու է հաջողություն։ Ձեր հաջողությունը սնական շրջանում լինելու է ֆինանսական, մասնագիտական աշխատանքային ոլորտում, դրանից հետո հաջողություն է լինելու նաեւ ձեր անձնական ոլորտում։ Սվետլանա 24 տարեկան, անձնական։ Տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Սվետլանայի համար։ Սվետլանա 24 տարեկան, անձնական։ Սիրելի Սվետլանա, ձեր վրա կատողումական անեսք, ձեր անձնականը փլուզվեց, դուք գիտեք ինչ, դուք իրոք վախեր ունեք, որ ձեր անձնականը էլ չի ստացվի, որովհետև իրոք սիրելի Սվետլանա, ձեր անձնականի վրա կա նեգատիվ, դա ձեր հետ չի կապված, ձեր եւ հայրական եւ մայրական ազգը ամբողջովին նեգատիվի անեսքի տակ է։ Սիրելի Սվետլանա, ձեր անձնականի փլուզման պատճառը այս տոմական անեսքն է։ Դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, որպեսզի հերթական փլուզումների առաջ չկանգնեք։ Աիդա 22 տարեկան, գործնական, անձնական։ Տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Աիդայի համար։ Աիդա 22 տարեկան, գործնական, անձնական։ Կա խնդիրներ սիրելի Աիդա։ Սիրելի Աիդա, ձեր տան վրա, ձեր ընտանիքի վրա թուղթուգիր կա։ Ձեր տան վրա, ձեր ընտանիքի վրա թուղթուգիր կա, որի պատճառով ոչ գործնականն է գործնականի նման, ոչ էլ անձնականն է անձնականի նման։ Կա խնդիրներ, կա դժբախտություն, կա առողջական խնդիրներ։ Սիրելի Աիդա, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, այս կախարդանքը ձեր տան վրայից մաքրեք եւ անձնական երջանկություն կլինի եւ ֆինանսական հաջողություն կլինի։ Ձեր տան մեջ ոչ փողն է ոնց որ անբարակյալ, ոչ էլ անձնական երջանկություն կա, սիրելի Աիդա։ Անահիտ 31 տարեկան, տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Անահիտի համար։ Անահիտ 31 տարեկան, անձնական։ Անահիտ 31 տարեկան, անձնական։ Սիրելի Անահիտ, ձեր անձնական ոլորտում լինելու է հաջողություն, կան խնդիրներ, դուք այդ խնդիրներից հաղթանակով դուրս եք գալիս, ձեր անձնական ոլորտում ինչ երազանք որ ունեք, սիրելի Անահիտ, ձեր երազանքը կատարվելու է, ձեր անձնական ոլորտում էլ է լինելու հաջողություն, ձեր ֆինանսական ոլորտում էլ է լինելու հաջողություն եւ հաղթանակներ, սիրելի Անահիտ։ Շնորհակալ եմ նվերների համար։ Աշոտ 28 տարեկան, ընդհանուր։ Աշոտ 28 տարեկան, ընդհանուր։ Տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Աշոտի համար։ Սիրելի Աշոտ, ձեր կյանքի բոլոր ոլորտներում լինելու է հաջողություն, եւ անձնական ոլորտում, եւ մասնագիտական ոլորտում, եւ ֆինանսական ոլորտում, հաջողություններ, հաղթանակներ, դուք ինչ երազանքներ որ ունեք, սիրելի Աշոտ,
ձեր երազանքները կատարվելու են։ Հաջողություն է ցույց տալիս։ Ագատա 21 տարեկան անձնական։ Ագատա 21 տարեկան անձնական։ Տեսնենք ինչ է ասում տիեզերքը մեր սիրելի Ագատայի համար։ Սիրելի Ագատա, ձեր անձնական ոլորտում լինելու է երջանկություն, ինչ երազանք որ ունեք, ձեր երազանքը կատարվելու է, ձեր կյանքի մեջ մտնելու է այնպիսի անձնավորություն, որի հետ դուք շատ երջանիկ երկար կյանք եք ապրելու։ Սվետլանա 51 տարեկան ընտանեկան։ Սվետլանա 51 տարեկան ընտանեկան։ Տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Սվետլանայի համար։ Կա խնդիրներ սիրելի Սվետլանա։ Եվ ֆինանսական, եւ անձնական ոլորտում կա խնդիրներ, կա դժվարություններ, բայց մի վախեցեք, դուք այդ դժվարություններից, այդ խնդիրներից հաղթանակով դուրս եք գալիս, նեղությունը, խնդիրը, պրոբլեմը թողնում եք անցյալում եւ ձեր ընտանիքի մեջ մտնում է հաջողության ժամանակահատված։ Սիրելի Սվետլանա, շնորհակալ եմ նվերների, լայքերի, սրտիկների համար։ Աննա 35 տարեկան։ Ձեր նպատակները կիրականանան, թե ոչ։ Տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Աննայի համար։ Ընդհանրապես սիրելի Աննա, ձեր ընտանիքի մեջ նեգատիվ կա, որը քանդում է ամեն ինչ։ Ճիշտ է, դուք դեռ երիտասարդ եք, ինչ-որ ձևով պայքարում եք այդ նեգատիվի դեմ, բայց հետագայում չեք կարողանա։ Սիրելի Աննա, որպեսզի ձեր երազանքները, ձեր նպատակները կատարվեն, որպեսզի ձեր ընտանիքի մեջ լինի երջանկություն, լինի հաջողություն։ Դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, այս մագիան, այս նեգատիվը ձեր ընտանիքից վերացրեք, մաքրեք, նոր դրանից հետո դուք կտեսնեք, թե ինչպես ձեր նպատակներն ու երազանքները կիրականանան։ Իսկ քանի կա այս նեգատիվը ինքը կամաց ամեն ինչի առաջ փակում է, ամեն ինչի առաջ։ Արայիկ 41 տարեկան ֆինանսական։ Արայիկ 41 տարեկան ֆինանսական։ Տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Արայիկի համար։ Արայիկ 41 տարեկան ֆինանսական։ Կա խնդիրներ սիրելի Արայիկ, կա խնդիրներ ֆինանսական, պետական դռների հետ, կա խնդիրներ նաև ձեր անձնական ոլորտում։ Սիրելի Արայիկ, ցանկանում եք այդ խնդիրներից դուրս գալ, ցանկանում եք այդ խնդիրներից ձերբազատվել, որովհետև զգում եք, որ քան եք գնում, այնքան վատանում է վիճակը։ Գիտեք ինչ, սիրելի Արայիկ, իրոք ձեր մոտ 1-2 չի դառնում, իրոք ձեր անձնականն էլ է փակված։ Սիրելի Արայիկ, ձեր վրա կա անձնական մագիա, կա անձնական թուղթուգիր, որը եւ ձեր անձնականն է փակում, եւ ձեր ֆինանսականն է փակում։ Անտեղի աննպատակ ժամանակ մի կորցրեք, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, որպեսզի լինի ֆինանսական հաջողություն, որպեսզի լինի անձնական երջանկություն։ Շնորհակալ եմ լայքերի, սրտիկների համար, շատ շնորհակալ եմ։ Գրանցվեք իմ ալիքներին, նման ձևով ձեր շնորհակալությունը կհայտնեք։ Աննա 26 տարեկան անձնական։ Տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Աննայի համար։ Աննա 26 տարեկան անձնական։ Կա խնդիրներ սիրելի Աննա։
Սիրելի Աննա, ձեր վրա կա թուղթուգիր, ձեր վրա կա տոհմական անեծք, որը փակում է ձեր անձնականը գալիս տեղ չի հասնում, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, դուրս եկեք այս նեգատիվից, որպեսզի լինի անձնական, քանդում է այս նեգատիվը, կա հոգեբանական խնդիրներ, դուք հենց հիմա սիրելի Աննա, հերթական անձնական ոլորտի մեջ ֆիասկոյի առաջ եք կանգնած, մաքրվեք այս նեգատիվից, որպեսզի լինի անձնական երջանկություն, շնորհակալ եմ, Հեղինեք 21 տարեկան ընտանեկան, Հեղինեք 21 տարեկան ընտանեկան, Հերմինե 21 տարեկան ընտանեկան, տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Հերմինեի համար, կա խնդիրներ սիրելի Հերմինե, բայց մի վախեցեք սիրելի Հերմինե, դուք եւ անձնական եւ գործնական ոլորտի հետ կապված բոլոր խնդիրներից էլ հաղթանակած դուրս եք գալիս, ձեր ընտանիքի մեջ, ձեր կյանքի մեջ լինելու է հաջողություն, լինելու է սեր, լինելու է երջանկություն, շնորհակալ եմ, Անի 43 տարեկան ֆինանսական, Անի 43 տարեկան ֆինանսական, տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Անիի համար, կա խնդիրներ սիրելի Անի, գիտեք ինչ սիրելի Անի, ձեր վրա կա տոհմական անեծք, ձեր վրա կա թուղթուգիր, ոչ միայն ֆինանսականն է փակված, ձեր կյանքի բոլոր ոլորտներում է խնդիրներ ու պրոբլեմներ կան, սիրելիս դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, այս մագյան ձեր վրայից մաքրեք, եւ ֆինանսական հաջողություններ կլինի, եւ անձնական երջանկություններ կլինի, ընդհանրապես ձեր կյանքում մեջ անընդհատ պրոբլեմներ են, մաքրեք այս նեգատիվից, որպեսզի դուք ձեր կյանքի մեջ երջանկություն հասկանաք, երջանկություն ստանաք, բարև ձեզ, շնորհակալ եմ, ձեր լայքերի, ձեր սրտիկների համար, Կոհար 36 տարեկան, ընդհանուր, Կոհար 36 տարեկան, ընդհանուր, տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Կոհարի համար, Սիրելի Կոհար, ձեր անձնական ոլորտում կա խնդիրներ, ոնց որ ձեր անձնականը ամբողջովին քնած վիճակում լինի, այո, ձեր անձնականը քնած է, ձեր անձնականը այն չի, ինչ որ ձեզ համար ճակատագրով նախատեսված է, գիտեք ինչ սիրելի Կոհար, նաև գործնական ոլորտում կա խնդիրներ, ամեն ինչ գլխի վրա դարած է, գիտեք ինչ սիրելի Կոհար, ճիշտ է խնդիրներ կա, ճիշտ է պրոբլեմներ կա, ճիշտ է վախեր կա, բայց մի վախեցեք եւ ձեր ֆինանսական ոլորտում եւ ձեր անձնական ոլորտում կլինի հաջողություն, խնդիրն ու պրոբլեմը կթողնեք անցյալում, հաջողության ժամանակահատված է բացվում սիրելի Կոհար, խնդիրներ կա, բայց դուք այդ խնդիրներից հաղթանակով դուրս կգաք, Հասմիկ 29 տարեկան, տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Հասմիկի համար, Հասմիկ 29 տարեկան, սիրելի Հասմիկ, ձեր կյանքի բոլոր ոլորտներում լինելու է երջանկություն, լինելու է հաջողություն,
հաջողություն է ցույց տալիս սիրելի Հասմիկ, հաջողություններ, հաղթանակների հետևից, եթե խնդիրներ կա, պրոբլեմներ կա, դուք այդ խնդիրներից, պրոբլեմներից հաղթանակով դուրս եք գալիս սիրելի Հասմիկ։ Աննա Հարութ, առողջական, տեսնենք ինչ ասում դիեզերքը։ Աննա Հարութ, սիրելի Աննա, սիրելի Հարութ, ձեր առողջական խնդիրը դա սովորական խնդիր չէ, ձեր վրա կա կախարդանք, որը բերել կանգնեցրել է նման առողջական խնդրի առաջ, այս կախարդանքը հնարավոր է նաև ձեր անձնական երջանկության վրա ազդի, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, որպեսզի լինի լավացում, որպեսզի լինի ապաքինում, որպեսզի չլինի բաժանում։ Շնորհակալ եմ լայքերի, սրտիկների համար։ Շատ շնորհակալ եմ, գրում եք ձեր անունը, գրում եք ձեր տարիքը, գրում եք ձեր հարցի ոլորտը։ Նարինե Արտյոմ, ինչ է սպասվում։ Նարինե Արտյոմ, ինչ է սպասվում։ Սիրելի Նարինե, սիրելի Արտյոմ, հաջողություն է սպասվում։ Եթե խնդիրներ են կա, դուք այդ խնդիրներից հնարավորություն եք ունենալու հաղթանակով դուրս գալ։ Դուք այդ պրոբլեմներից եք հաղթանակով դուրս գալ, ձեր դեմ ճանապարհներ է բացվում, ձեր դեմ հնարավորություններ է սպասվում։ Շնորհակալ եմ, որ հղիացել եք, Աստված թող ձեր հետ լինի։ Շնորհակալ եմ, սիրելիներս։ Շատ շնորհակալ եմ։ Շնորհակալ եմ նվերների, լայքերի, սրտիկների համար, շատ շնորհակալ եմ։ Վահագ, 25 տարեկան, տեսնենք ինչ ասում դիեզերքը մեր սիրելի Վահագի համար։ Վահագ, 25 տարեկան։ Սիրելի Վահագ, ձեր անձնական կյանքի մեջ որոշակի խնդիրներ է առաջ եկել, մի վախեցեք, ճիշտ է խնդիրներ կա, բայց դուք այդ խնդիրներից հաղթանակով դուրս եք գալիս, ձեր կյանքի մեջ, հատկապես անձնական կյանքի մեջ, սիրելի Վահագ, լինելու է երջանկություն, լինելու է սեր ու միություն։ Ուղղակի ձեր կյանքի մեջ այնպիսի իրավիճակ է եղել, որ դուք վախենում եք, որ անձնական երջանկություն չեք ունենա, ոչ սիրելի Վահագ, դուք եւ անձնական երջանկություն եք ունենալու եւ ֆինանսական հաջողություններ եք ունենալու։ Շնորհակալ եմ։ Աննա 18 տարեկան, անձնական։ Աննա 18 տարեկան, անձնական, տեսնենք ինչ ասում դիեզերքը։ Սիրելի Աննա, ոնց որ ձեր անձնական ոլորտում խնդիրներ եղավ, դուք վախենում եք, մի վախեցեք, սիրելի Աննա, դուք լինելու եք երջանիկ, ձեր անձնական կյանքի մեջ լինելու է երջանկություն, ինչ երազանք որ ունեք, սիրելի Աննա, ձեր երազանքները կատարվելու է։ Շնորհակալ եմ նվերների, լայքերի համար, շատ շնորհակալ եմ։ Գրանցվեք իմ ալիքներին, նման ձևով ձեր շնորհակալությունը կհայտնեք։ Էլիզա 42 տարեկան, անձնական։ Էլիզա 42 տարեկան, անձնական, տեսնենք ինչ ասում դիեզերքը մեր սիրելի Էլիզայի համար։ Սիրելի Էլիզա, ձեր անձնական ոլորտում լինելու է երջանկություն, լինելու է դուք ինչ երազանք որ ունեք, սիրելի Էլիզա,
դրանք կատարվելու են, խնդիրներ, պրոբլեմներ թողնում եք անցյալում, ձեր դեմ հատկապես անձնական ոլորտում լինելու է հաջողություն, մտնելու է երջանկություն։ Երջանկություն է ցույց տալիս սիրելի Էլիզա, շնորհակալ եմ։ Օֆելիա 38 տարեկան անձնական տեսնենք ինչ ասում տեզերքը մեր սիրելի Օֆելիայի համար։ Սիրելի Օֆելիա, ձեր վրա կա թուղթուգիր, ձեր վրա կա տոհմական անեզք, ձեր անձնականը փակված է։ Դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, դուրս եկեք այս նեգատիվից, որպեսզի լինի անձնական, որպեսզի լինի երջանկություն։ Սիրելի Էլիզա, ձեր վրա կա թուղթուգիր, ձեր վրա կա տոհմական անեզք։ Սա ամեն ինչ փակում է։ Շնորհակալ եմ, Սատենիկ 55 տարեկան անձնական, Սատենիկ 55 տարեկան անձնական, տեսնենք ինչ ասում տեզերքը մեր սիրելի Սատենիկի համար։ Սիրելի Սատենիկ, ձեր անձնական ոլորտում լինելու է հաջողություն, ոչ միայն անձնական ոլորտում, ձեր կյանքի բոլոր ոլորտներում է լինելու է հաջողություն։ Գիտեք ինչ, խնդիրներ կա, պրոբլեմներ կա, բայց դուք հնարավորություն եք ունենալու այդ խնդիրներից, պրոբլեմներից Աստծո կամքով դուրս գալու, հաջողություն է ցույց տալիս սիրելի Սատենիկ։ Շնորհակալ եմ։ Քրիստինե 23 տարեկան անձնական, Քրիստինե 23 տարեկան անձնական, տեսնենք ինչ ասում տեզերքը մեր սիրելի Քրիստինեի համար։ Սիրելի Քրիստինե, ձեր անձնական ոլորտում լինելու է երջանկություն, լինելու է ամուսնություն ու երջանիկ ամուսնություն, ինչ երազանք նպատակ էլ որ ունեք, դրանք կատարվելու են, ձեզանից էլ աշկալուսանք եմ սպասում, շատ մոտ ժամանակահատվածում լինելու է ամուսնություն։ Շնորհակալ եմ, Վաչե 27 տարեկան, տուն կգնեք այս տարի, թե ոչ։ Վաչե 27 տարեկան։ Այո, սիրելի Վաչե, դուք այս տարի տուն կգնեք, տուն գնելու հնարավորություն կունենաք, մեծ աշկալուսանք է ցույց տալիս, մեծ ուրախություն է ցույց տալիս։ Այո, դուք այդ հնարավորությունը կունենաք, սիրելի Վաչե։ Շնորհակալ եմ։ Շնորհակալ եմ լայքերի, սրտիկների, նվերների համար։ Մայրամ 41 տարեկան, տեսնենք ինչ ասում տեզերքը մեր սիրելի Մայրամի համար։ Մայրամ 41 տարեկան։ Սիրելի Մայրամ, ձեր վրա կա թուղթուգիր, ձեր վրա կա տոհմական անեզք եւ կա ֆինանսական խնդիրներ, կա անձնական խնդիրներ, կա նաեւ առողջական խնդիրներ, սիրելի Մայրամ, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, դուրս եկեք այս նեգատիվից, որպեսզի լինի հաջողություն, որպեսզի լինի երջանկություն, սիրելի Մայրամ, շնորհակալ եմ, շատ շնորհակալ եմ, գրում եք ձեր անունները, ձեր տարիքը, ձեր հարցը։ Սարգիս 27 տարեկան, անձնական, տեսնենք ինչ ասում տեզերքը մեր սիրելի Սարգիսի համար։ Սարգիս 27 տարեկան, անձնական։
Սիրելի սարկիս, ձեր անձնական ոլորտում լինելու է երջանկություն, ինչ երազանք նպատակ, որ ունեք, դրանք կատարվելու են։ Շնորհակալ եմ, շատ շնորհակալ եմ։ Շնորհակալ եմ։ Զուրաբ 33 տարեկան անձնական, Զուրաբ 33 տարեկան անձնական, Շնորհակալ եմ նվերների համար, լայքերի համար։ Արփինե Արթուր, ինչ է սպասվում։ Արփինե Արթուր, ինչ է սպասվում։ Կա ֆինանսական խնդիրներ, սիրելի Արփինե, սիրելի Արթուր, բայց մի կվախեցեք, ձեր կյանքի բոլոր ոլորտներում կլինի հաջողություն, դուք այդ խնդիրների ձեր բարդություններին ձեր հաղթանակով դուրս եք գալիս, ձեզ հաջողություն է սպասվում, ձեզ հաղթանակներ է սպասվում։ Զուրաբ 33 տարեկան անձնական, Զուրաբ 33 տարեկան անձնական, տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Զուրաբի համար։ Զուրաբ 33 տարեկան անձնական, կա խնդիրներ, սիրելի Զուրաբ, Սիրելի Զուրաբ, ձեր անձնականը փակված է, ձեր վրա կա թուղթուղիր, ձեր վրա կա կախարդանք, որի պատճառով ձեր անձնականը քանի գնում ավելի է փակվում, չի ստացվում, չի կատարվում։ Սիրելի Զուրաբ, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, դուրս եկեք այս նեգատիվից, որպեսզի լինի անձնական։ Սիրելիներս, ուղիղ եթերի ժամանակ մի կզանգեք։ Ժաննա 40 տարեկան անձնական, տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Ժաննայի համար։ Ժաննա 40 տարեկան անձնական, կա խնդիրներ, սիրելի Ժաննա, բայց այդ խնդիրները ժամանակավոր են, ձեր անձնական ոլորտում կտրուկ շրջադարձ է լինելու դեպի լավը, ինչ երազանք որ ունեք սիրելի Ժաննա, ձեր երազանքը կատարվելու է, կա խնդիրներ, բայց դուք այդ խնդիրներից հաղթանակով դուրս եք գալիս։ Շնորհակալ եմ նվերների համար, շնորհակալ եմ լայքերի համար, շատ շնորհակալ եմ։
Լենա 27 տարեկան անձնական Լենա 27 տարեկան անձնական տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Լենայի համար Սիրելի Լենա ձեր անձնական ոլորտում լինելու է երջանկություն ինչ երազանք որ ունես ինչի մասին որ երազում ես ձեր երազանքը կատարվելու է Շնորհակալ եմ Համիկ Քոհար Տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Համիկի եւ Քոհարի համար Համիկ Քոհար անձնական Սիրելի Համիկ, սիրելի Քոհար, ձեր վրա կա թուղթուգիր, ձեր վրա կա մագիա, ձեր վրա կա գիր, որի պատճառով ձեր անձնականը փլուզվում է։ Դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, որպեսզի լինի անձնական։ Սա անձնական չի, սա անձնականի տնած է, սա անձնականի ծաղր է։ Դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, այս նեգատիվը ձեր վրայից մաքրեք, որպեսզի լինի երջանկություն։ Ձեր երկուսի վրա թուղթուգիր է արած, որի պատճառով փլուզվում է ամեն ինչ, սիրելի Համիկ, Քրիստինե 47 տարեկան, ինչ է սպասվում։ Քրիստինե 47 տարեկան, ինչ է սպասվում, տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Քրիստինեի համար։ Սիրելի Քրիստինե, հաջողություն է սպասվում եւ անձնական ոլորտում, եւ գործնական ոլորտում, հաջողություններ։ Գիտեք ինչ, կան խնդիրներ, բայց սիրելի Քրիստինե, դուք այդ խնդիրներից դուրս եք գալիս, պաշճագատ, հաղթանակած, խնդիրն ու պրոբլեմը թողնում եք անցյալում եւ ձեր կյանքի բոլոր ոլորտներում էլ լինելու է հաջողություն։ Շնորհակալ եմ, Աղունիկ 33 տարեկան, ընդհանուր, տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Աղունիկի համար, Աղունիկ 33 տարեկան, ընդհանուր, Սիրելի Աղունիկ, ձեր կյանքի բոլոր ոլորտներում լինելու է հաջողություն, եւ անձնական ոլորտում, եւ գործնական ոլորտում լինելու է հաջողություն, խնդիրներից, պրոբլեմներից ձերբազատվում եք, ձեր դեմ բացվում է հաջողության ժամանակահատված, սիրելի Աղունիկ, Անգելինա 18 տարեկան անձնական, տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Անգելինայի համար, Անգելինա, Սիրելի Անգելինա, ձեր անձնական ոլորտում ցույց է տալիս երջանկություն, ինչի մասին որ դուք երազում եք, ձեր երազանքը կատարվելու է, ինչի մասին որ դուք երազում եք, ձեր երազանքը կատարվելու է, Ձիանա 25 տարեկան, ընդհանուր, Ձիանա 25 տարեկան, ընդհանուր, տեսնենք ինչ ասում տիեզերքը, կա խնդիրներ, սիրելի Ձիանա, ցանկանում եք այդ խնդիրներից դուրս գալ, գիտեք ինչ, սիրելի Ձիանա, դուք այդ խնդիրներից ցանկանում եք դուրս գալ, բայց նորից գնում եք խնդիրների մեջ, Գիտեք ինչ, սիրելի Ձիանա, ձեր ազգի վրա կա թուղթուգիր, ձեր ազգի վրա կա տոհմական անեծք, դուք անընդհատ խնդիրների ու պրոբլեմների մեջ եք, ցանկանում եք ձեր սեփական ուժերով այդ խնդիրներից, այդ պրոբլեմներից դուրս գալ, բայց ընդհակառակը մի քայլ անելուց հետո 10 քայլ էլ հետ եք գնում, Սիրելի Ձիանա, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, այս նեգատիվը ձեր վրայից մաքրեք, որպեսզի ձեր կյանքի մեջ լինի հաջողություն, որպեսզի ձեր վազքը չլինի ավարտություն։ Շնորհակալ եմ։ Ձեր անունները գրում եք ամբողջական, որպեսզի ես կարողանամ պատասխանել։
Արմինե Աշտակ տուն կվերադառնա թե ոչ։ Արմինե Արտակ Ընդհանրապես ցույց է տալիս, որ թուղթուգիր կա ձեր վրա, դրա պատճառով էլ տուն չի վերադառնա, որպեսզի վերադարձ լինի, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, այս կաբը, այս կախարդանքը, այս մագիան ձեր երկուսի վրայից մաքրեք, նոր հնարավոր է վերադարձ լինի, գիրք կա, կապ կա, որը թույլ չի տալիս, որ այդ վերադարձը լինի։ Շնորհակալ եմ լայքերի, սրտիկների համար, շատ շնորհակալ եմ։ Թամարա 42 տարեկան անձնական Թամարա 42 տարեկան անձնական Կախնդիրներ սիրելի Թամարա ձեր վրա կա թուղթուգիր, ձեր վրա կա մագիա, որը փակում է ոչ միայն ձեր անձնականը, փակում է եւ ձեր գործնականը, դուք ձեր տեղը չեք գտնում, ոնց որ կորած լինեք, սիրելի Թամարա, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, որպեսզի դուք ձեր անձնականը գտնեք, որպեսզի դուք ձեր հաջողությունը գտնեք։ Շնորհակալ եմ, շատ շնորհակալ եմ։ Լիանա 30 տարեկան անձնական, տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Լիանայի համար։ Լիանա 30 տարեկան անձնական Սիրելի Լիանա, ձեր անձնական ոլորտում լինելու է երջանկություն։ Ձեր անձնական ոլորտում լինելու է երջանկություն։ Ձեր կյանքի մեջ մտնելու է այնպիսի անձնավորություն, ում հետ դուք երջանիկ եւ երկար կյանք եք ունենալու։ Սիրելի Լիանա, շնորհակալ եմ։ Արթուր 33 տարեկան անձնական ապագա, տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Արթուրի համար։ Արթուր 33 տարեկան անձնական ապագա, սիրելի Արթուր, կա խնդիրներ եւ անձնական ոլորտի հետ կապված եւ ֆինանսական ոլորտի հետ կապված, ոնց որ ամեն ինչ քխի վրա թառած լինի։ Գիտեք ինչ, աշխատանքի դիմաց վարձատրություն չկա, անձնական երջանկություն չկա։ Սիրելի Արթուր, ձեր վրա կա թուղթուգիր, ձեր վրա կա կախարդանք, ձեր վրա կա մագիա, որը ամեն ինչ փակում է։ Ոչ ձեր անձնականն է անձնականի նման, ոչ ձեր գործնականն է գործնականի նման, ոչ էլ ձեր ապագան է ապագայի նման։ Դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, դուրս եկեք այս նեգատիվից, որպեսզի լինի երջանկություն, որպեսզի լինի ապագա։ Այդ նեգատիվը ձեր կյանքի բոլոր ոլորտները դարձրել է ոչինչ։ Շնորհակալ եմ։ Մայրամ 23 տարեկան ընդհանուր, տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Մայրամի համար։ Մայրամ 23 տարեկան ընդհանուր, սիրելի Մայրամ, ձեր կյանքի բոլոր ոլորտներում լինելու է հաջողություն, լինելու է երջանկություն, լինելու է հաղթանակներ։ Դուք եթե նույնիսկ պրոբլեմներ եկա, դուք այդ պրոբլեմներից հաղթանակած դուրս եք գալիս, երջանկություն է ցույց տալիս։ Շնորհակալ եմ։ Մարութ 26 տարեկան անձնական, Մարութ 26 տարեկան անձնական, տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Մարութի համար։ Մարութ 26 տարեկան անձնական,
Սիրելի Մարութ, ձեր վրա կա թուղթուկից, ձեր վրա կա տոհմական անեծք, որը ձեր անձնականը ամբողջովին փլուզում է։ Սիրելի Մարութ, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, մաքրման գործողություն կատարեք, որպեսզի անընդհատ փլատակների տակ չմնաք, սիրելի Մարութ։ Շնորհակալ եմ, շատ շնորհակալ եմ։ Да, дорогие мои, вы по-русски тоже можете давать ваши вопросы, я буду отвечать на русском. Да, можете. Хочу երեսուն Խաչո 32 տարեկան անձնական։ Տեսնենք ինչ ասում տեզերքը մեր սիրելի Խաչոյի համար։ Կա խնդիրներ սիրելի Խաչո, ոնց որ ձեր անձնականը փակված լինի տարօրինակ ձևով, բայց մի քվախեցեք, ձեր անձնական ոլորտում լինելու է հաջողություն, լինելու է հաղթանակներ, սկզբից հաջողություն կլինի ձեր գործնական ոլորտում, ֆինանսական հիմքեր կլինեն, հետագայում նաև ձեր անձնական ոլորտում։ Շնորհակալ եմ։ Շողեր 41 տարեկան, տեսնենք ինչ ասում տեզերքը մեր սիրելի շողերի համար։ Շողեր, տեսնենք ինչ ասում տեզերքը մեր սիրելի, կա խնդիրներ, սիրելի շողեր, կա խնդիրներ, բայց այդ խնդիրները ժամանակավոր են, դուք եւ անձնական ոլորտում եւ գործնական ոլորտում կունենաք հաջողություն, գիտեք ինչ, 170 աշճանի տակ փոփոխություն է լինելու, խնդիրներից, պրոբլեմներից հաղթանակով դուրս եք գալիս, սիրելի շողեր, հաջողություն է ցույց տալիս, դուք կարողանալու եք այդ խնդիրներից հաղթանակով դուրս գալ։ Рузанна Гарик. Чувства. Посмотрим, что говорит Всевышний. Рузанна Гарик. Есть чувства, и очень сильные чувства есть. Да, есть чувства. Вообще-то показывает, что в этих отношениях все будет отлично. Շնորհակալ եմ լայքերի, սրտիկների համար։ Աստղիկ Արմեն, միասին կաբրեք, թե ոչ։ Աստղիկ Արմեն, միասին կաբրեք, թե ոչ։ Սիրելի Աստղիկ, սիրելի Արմեն, ձեր երկուսի վրա թուղթուգիր կա, ձեր երկուսի վրա մագիա կա, որի պատճառով չեմ տեսնում միություն, որպեսզի միասին ապրեք, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, այս նեգատիվից դուրս եկեք, նոր հնարավոր է, որ դուք կարողանաք միասին ապրել։ Շնորհակալ եմ լայքերի, սրտիկների, նվերների համար։ Գրացվեք իմ ալիքներին նման ձևով ձեր շնորհակալությունը կհայտնեք։ Շատ շնորհակալ եմ։ Շատ շնորհակալ եմ։ Ես նման հարցին որևէ մեկին փախցնելու նման հարցերին չեմ պատասխանում։ Անի 24 տարեկան, տեսնենք ինչ ասում տեզերքը մեր սիրելի Անիի համար։ Անի 24 տարեկան։ Կա խնդիրներ սիրելի Անի։
եւ անձնական ոլորտում եւ ֆինանսական մասնագիտական ոլորտում սիրելի անի ձեր վրա կա տոհմական անեծք, ձեր վրա կա մագիա, որի պատճառով եւ անձնականն է փակված եւ գործնականն է փակված, Սիրելի անի, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, որպեսզի լինի հաջողություն, որպեսզի լինի երջանկություն։ Այս նեգատիվը ամեն ինչ քանդում է, ոչ անձնական կա, ոչ էլ գործնական, սիրելի անի։ Շնորհակալ եմ լայքերի, սրտիկների, նվերների համար։ Շատ շնորհակալ եմ։ Արաքել 47 տարեկան, տեսնեք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Արաքելի համար, Արաքել 47 տարեկան, կա խնդիրներ սիրելի Արաքել, և անձնական ոլորտում, և գործնական ոլորտում, ցանկանում ես այդ խնդիրներից դուրս գալ, ցանկանում ես այդ խնդիրներից դուրս գալ։ Տեսնենք սիրելի Արաքել, գիտեք ինչ սիրելի Արաքել, կա խնդիրներ եւ անձնական ոլորտում եւ ֆինանսական ոլորտում, դուք ցանկանում եք, դուք ցկտում եք այդ խնդիրներից դուրս գալ, դուք հնարավորություն եք ունենալու այդ խնդիրներից ձերբազատվել, ձեր եւ անձնական ոլորտում կլինի հաջողություն եւ ձեր գործնական ոլորտում կլինի հաջողություն, մի քվախեցեք, առաջ գնացեք, դժվարությունը մնում է հետևում, ձեր դեմք ասվում է հաջողության ժամանակահատված, սիրելի Արաքել։ Շնորհակալ եմ, Տանյա 58 տարեկան անձնական, Տանյա 58 տարեկան անձնական, կա խնդիրներ սիրելի Տանյա, կա խնդիրներ, կա դժվարություններ, բայց մի քվախեցեք, դուք այդ խնդիրներից, դժվարություններից դուրս եք գալիս, ձեր անձնական ոլորտում լինելու է հաջողություն, ձեր անձնական ոլորտում լինելու է հաջողություն, դուք ինչին ցանկանում եք, դրան հասնելու եք, սիրելի Տանյա։ Շնորհակալ եմ լայքերի, սրտիկների, նվերների համար, շատ շնորհակալ եմ։ Քրիստինե 43 տարեկան անձնական, Քրիստինե 43 տարեկան անձնական, տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Քրիստինեի համար, Քրիստինե 43 տարեկան անձնական, կա խնդիրներ սիրելի Քրիստինե, ձեր վրա կա թուղթուգիր, ձեր վրա կա մագիա, ձեր անձնականը փակված է, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, որպեսզի ունենաք հաջողություն, որպեսզի ունենաք երջանկություն, ձեր անձնականը գալիս, տեղ չի ասնում, գալիս քանդվում է, սիրելի Քրիստինե, այս մագիան վերացրեք, այս մագիան մաքրեք եւ կլինի երջանկություն։ Շնորհակալ եմ։ Սիլվի 19 տարեկան, տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Սիլվիի համար։ Սիլվի կա խնդիրներ սիրելի Սիլվի, ձեր անձնական ոլորտում ինչ-որ դժվարություններ եղավ, մի քվախեցեք, սիրելի Սիլվի, ինչ-որ խնդիրներ եղավ, ձեզ թվում է, թե այդ խնդիրները ձեր կյանքից մինչև վերջ ձեր կյանքի հետ գալիս են, ոչ սիրելի Սիլվի, ձեր անձնական ոլորտում լինելու է երջանկություն եւ շատ մոտ ժամանակահատվածում։ Շնորհակալ եմ։ Նարե հովով, զգացմունք կա թե ոչ։ Նարե հովով,
Ընդհանրապես սիրելի Նարէ, սիրելի Հովո, այդ հարաբերությունները չեմ տեսնում, որ կլինեն, այդ հարաբերությունների մեջ ցույց է տալիս ավարտ, զգացմունք էլ որ լինի, այդ զգացմունքը չի լինի ստեղծող, չի լինող արարող։ Ես ընդհանրապես այդ հարաբերությունը չեմ տեսնում, որ կշարունակվի, չեմ տեսնում այդ հարաբերությունը ավարտ է ցույց տալիս։ Շնորհակալ եմ, շնորհակալ եմ։ Սմբատ 52 տարեկան, ինչ է սպասվում։ Սմբատ 52 տարեկան, ինչ է սպասվում։ Տեսնենք ինչ է ասում տիեզերքը։ Կա խնդիրներ, սիրելի Սմբատ։ Բայց հաջողություն է ցույց տալիս ձեր կյանքի բոլոր ոլորտներում, եւ անձնական, եւ գործնական ոլորտում կլինի հաջողություն։ Ձեզ հաջողություն է սպասում, սիրելի Սմբատ, ձեր կյանքի բոլոր ոլորտներում։ Շնորհակալ եմ լայքերի, սրտիկների համար, շատ շնորհակալ եմ։ Կոհար 38 տարեկան, տուն կլինի թե ոչ։ Կոհար 38 տարեկան, տուն կլինի թե ոչ։ Կա խնդիրներ, սիրելի Կոհար, ձեր վրա կա նեգատիվ, ձեր վրա կա թուղթուգիր, որը թույլ չի տալիս, որ դուք հնարավորություն ունենաք տուն ունենալու։ Լինելու է ֆինանսական խնդիրներ, լինելու է թղթաբանություն, սիրելի Կոհար, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, դուրս եկեք այս նեգատիվից, եւ տուն կլինի, եւ հաջողություն կլինի, եւ երջանկություն կլինի։ Այդ նեգատիվը ամեն ինչ փակում է, սիրելի Կոհար։ Աննա Հարութ, ընդհանուր տեսնենք ինչ է ասում տիեզերքը։ Աննա Հարութ։ Սիրելի Աննա, սիրելի Հարութ, ձեր երկուսի վրա կա թուղթուգիր, ձեր երկուսի վրա կա գիր, կապ, որը բերում է խնդիրներ, բերում է խնդիրներ, որպեսզի լինի երջանկություն։ Սիրելի Աննա, սիրելի Հարութ, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, այս կապը, այս գիրը, այս կախարդանքը ձեր վրայից մաքրեք, կլինի հաջողություն։ Այս գիրն ու կապը անընդհատ խնդիրներ է բերելու, ընդհուպ մինչև բաժանություն։ Շնորհակալ եմ լայքերի ու սրտիկների համար։ Շնորհակալ եմ։ Գրում եք ձեր անունը, գրում եք ձեր տարիքը, գրում եք ձեր հարցը, որպեսզի ես ձեր հարցերին պատասխանեմ։ Ինչպես գիտեք, ես էքստրասենս բարահոգեբան եմ, զբաղվում եմ նաև վեդայական աստղաբանությամբ, նայում եմ, նեգատիվ էներգիա եմ մաքրում, աստղային քարտեզ եմ մեկնաբանում, թալիսմաններ եմ պատրաստում եւ ակտիվացնում, ես Երևանում եմ, եթե ձեզ անհրաժեշտ է իմ ծառայությունը կարող եք դիմել, եթե չեք կարողանում այցելել, աշխատում եմ նաեւ on-line տեսազանգի միջոցով։ Ամեն շաբաթ կիրակի մտնում եմ 2-ժամյա ուղիղ եթեր, որտեղ որ պատասխանում եմ ձեր հարցերին։ Գրեք ձեր անունը, դուք ոչ մի բան չեք գրում, գրում եք ձեր անունը, գրում եք ձեր տարիքը, գրում եք ձեր հարցը, որպեսզի ես պատասխանեմ։ Դուք ընդհանրապես ոչ մի բան չեք գրում։
Անդո 38 տարեկան, տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Անդոյի համար։ Անդո 38 տարեկան։ Կա խնդիրներ սիրելի Անդո։ Սիրելի Անդո, ձեր վրա կա թուղթուգիր, ձեր վրա կա կախարդանք, ձեր վրա կա մագիա, խնդիրներ կա ձեր կյանքի բոլոր ոլորտներում, եւ անձնականն է փակված, եւ գործնականն է փակված, խնդիրներ կլինի նաեւ պետական դռների հետ կապված, իրավական, բժշկական, սիրելի Անդո, դիպեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, դուրս եկեք այս նեգատիվից, որպեսզի լինի հաջողություն, ամեն ինչ փակված էր ձեր մոտ սիրելի Անդո, շնորհակալ եմ լայքերի ու սրտիկների համար, շատ շնորհակալ եմ։ Շնորհակալ եմ սիրելիներս։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ նվերների համար, Արսեն 20 տարեկան ընդհանուր, Արսեն 20 տարեկան ընդհանուր, Արսեն 20 տարեկան ընդհանուր, Սիրելի Արսեն, ձեր կյանքի բոլոր ոլորտներում լինելու է հաջողություն, եւ անձնական ոլորտում, եւ գործնական ոլորտում լինելու է հաջողություն, ինչ երազանք նպատակ որ ունեք, ձեր երազանք նպատակը կատարվելու է, հաջողություններ ցույց տալիս, շնորհակալ եմ, Սևադա 35 տարեկան, տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Սևադայի համար, Սևադա 35 տարեկան, Սիրելի Սևադա, կա խնդիրներ եւ անձնական ոլորտում, եւ գործնական ոլորտում, կա պրոբլեմներ, գիտեք ինչ սիրելի Սևադա, ձեր վրա կա թուղթուգիր, ձեր վրա կա կախարդանք, որը եւ անձնականն է փակում, եւ գործնականն է փակում, սիրելի Սևադա, դուք ձեր ուժերով չեք կարողանա այս իրավիճակից դուրս գալ, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, դուրս եկեք այս նեգատիվից եւ կլինի հաջողություն եւ կլինի հաղթանակներ, սիրելի Սևադա։ Շնորհակալ եմ լայքերի, սրտիկների համար, շատ շնորհակալ եմ։ Այո, սիրելի Սևադա, դուք կարող եք ինձ դիմել ու հետրից հետո գրեք, մենք իրար հետ կպայմանավորվենք։ Շնորհակալ եմ լայքերի, սրտիկների, նվերների, Սակո 29 տարեկան, տեսնենք ինչ ասում տիեզերքը, մեր սիրելի Սակոյի համար, Սակո, Սիրելի Սակո, ձեր վրա կա թուղթուգիր, ձեր վրա կա տոհմական անեզք,
կա կախվածություն, կա հոգեբանական խնդիրներ, կա դեպրեսիա։ Սիրելի սակո, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, դուրս եկեք այս նեգատիվից, որպեսզի լինի հաջողություն, որպեսզի լինի երջանկություն։ Ձեր վրա շատ մեծ մագիա կա, որը ամեն ինչ քանդում է, սիրելի սակո։ Շնորհակալ եմ, շնորհակալ եմ։ Մարդին Զարա, տեսնենք ինչ է ասում տիեզերքը։ Մարդին Զարա։ Սիրելի Մարդին, սիրելի Զարա, ձեր կյանքի մեջ լինելու է հաջողություն, ձեր կյանքի մեջ լինելու է երջանկություն, ինչ երազանքներ և նպատակներ, որ ունեք ձեր և անձնական ոլորտում, և գործնական ոլորտում, դրանք բոլորը կատարվելու են։ Հաջողություն է ցույց տալիս։ Հաջողություն, երջանկություն։ Վահե 29 տարեկան, ընդհանուր, տեսնենք ինչ է ասում տիեզերքը մեր սիրելի Վահեի համար։ Վահե 29 տարեկան, ընդհանուր, կա խնդիրներ, սիրելի Վահե, և անձնական ոլորտում, և գործնական ոլորտում, կա խնդիրներ, կա դժվարություններ, գիտեք ինչ, բայց մի վախեցեք, սիրելի Վահե, ձեր և անձնական ոլորտում և գործնական ոլորտում լինելու է հաջողություն, ինչ երազանք նպատակ, որ ունեք ձեր անձնականի հետ կապված, դրանք կատարվելու են, մի վախեցեք, մի հիասթափվեք, առաջ գնացեք։ Շնորհակալ եմ, շնորհակալ եմ։ Լիլիթ 44 տարեկան, ինչ է սպասվում։ Լիլիթ 44 տարեկան, ինչ է սպասվում։ Տեսնենք ինչ է ասում տիեզերքը մեր սիրելի Լիլիթի համար։ Կա խնդիրներ, սիրելի Լիլիթ, ձեր վրա կա թուղթուգիր, ձեր վրա կա մագիա, որը խնդիրների չի թողնում, որ դուք այդ խնդիրներից դուրս գաք, և անձնական ոլորտն է խնդիրների մեջ, և ֆինանսական ոլորտն է խնդիրների մեջ։ Սիրելի Լիլիթ, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, դուրս եկեք այս նեգատիվից, և ձեր կյանքի բոլոր ոլորտներում կլինի հաջողություն։ Ամեն ինչ փակված է, ինչ ինձ եք տալիս, քանդվում է, սիրելի Լիլիթ։ Շնորհակալ եմ, շնորհակալ եմ։ Ջենի 23 տարեկան, ընդհանուր։ Ջենի 23 տարեկան, ընդհանուր, տեսնենք ինչ է ասում տիեզերքը մեր սիրելի Ջենիի համար։ Սիրելի Ջենի, ձեր կյանքի բոլոր ոլորտներում լինելու է հաջողություն, լինելու է երջանկություն, հատկապես ձեր անձնական ոլորտում լինելու է երջանկություն։ Հաջողություն է ցույց տալիս։ Շնորհակալ եմ, շնորհակալ եմ։ Շնորհակալ եմ լայքերի, սրտիկների, նվերների համար։ Շատ շնորհակալ եմ։ Աննա 28 տարեկան, անձնական։ Աննա 28 տարեկան, անձնական։ Սիրելի Աննա, ձեր անձնականը փակված է, ձեր վրա թուղթուգիր կա, ձեր վրա կախարդանք կա, անձնական չկա։ Դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի,
կատարեք մաքրման գործողություն, որպեսզի լինի երջանկություն, որպեսզի լինի անձնական։ Շնորհակալ եմ, շնորհակալ եմ։ Շնորհակալ եմ, շնորհակալ եմ լայքերի, սրտիկների, նվերների համար։ Սակո 25 տարեկան գործնական, տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Սակոյի համար։ Սակո գործնական։ Սիրելի Սակո, ձեր վրա կա թուղթուգիր, ձեր վրա կա մագիա, որը և ձեր գործնականն է փակում, և ձեր անձնականն է փակում։ Դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, դուրս եկեք այս նեգատիվից, որպեսզի լինի երջանկություն, որպեսզի լինի հաջողություն, սիրելի Սակո։ Ձեր վրա թուղթուգիր կա, որը ամեն ինչ փակում է։ Շնորհակալ եմ լայքերի, սրտիկների ու նվերների համար, շատ շնորհակալ եմ։ Սյուզի 21 տարեկան, տեսնենք ինչ ասում տիեզերք, այս սիրելի Սյուզիի համար։ Սիրելի Սյուզի, ձեր վրա կա թուղթուգիր, ձեր վրա կա տոհմական անեծք, որի պատճառով դուք կունենաք և անձնական խնդիրներ, և ֆինանսական խնդիրներ։ Դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, դուրս եկեք այս նեգատիվից, սիրելի Սյուզի, որովհետև այս նեգատիվը ամեն ինչ խլելու է ձեզանից։ Դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, որպեսզի լինի երջանկություն։ Շնորհակալ եմ։ Նունե 56 տարեկան, անձնական, տեսնենք ինչ ասում տիեզերքը, մեր սիրելի Նունեի համար։ Նունե 56 տարեկան, անձնական։ Սիրելի Նունե, ձեր վրա կա թուղթուգիր, ձեր վրա կա տոհմական անեծք, չկա անձնական, չկա ֆինանսական, ամեն ինչ փակված է։ Սիրելի Նունե, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, դուրս եկեք այս նեգատիվից, որպեսզի լինի անձնական։ Սա ամեն ինչ քանդում է, ամեն ինչ փլուզում է։ Շնորհակալ եմ։ Լիանա 63 տարեկան, ընդհանուր, տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Լիանայի համար։ Լիանա 63 տարեկան, ընդհանուր։ Սիրելի Լիանա, ձեր ազգի վրա կա տոհմական անեծք։ Սա միայն ձեր վրա չէ, ձեր ընտանիքի բոլոր անդամների վրա է։ Սիրելի Լիանա, այս նեգատիվը խնդիրներ է բերում և անձնական ոլորտում, և գործնական ոլորտում, և առողջական ոլորտում, կա վաղաժամայր։ Սիրելի Լիանա, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, այս նեգատիվը ձեր տոհմի վրայից մաքրեք, որպեսզի լինի հաջողություն։ Սա ամեն ինչ քանդում է, ամեն ինչ փլուզում է։ Գրում եք ձեր անունը, գրում եք ձեր տարիքը, գրում եք ձեր հարցը։ Շնորհակալ եմ։ Շնորհակալ եմ լայքերի, սրտիկների,
նվերների համար գրանցվեք իմ ալիքներին, նման ձևով ձեր շնորհակալությունը կհայտնեք։ Հայք 24 տարեկան, գործնական անձնական։ Հայք 24 տարեկան, գործնական անձնական։ Սիրելի հայք, ձեր վրա կա տոհմական անեծք, հատկապես փակ է ձեր հայրական ազգը, եթե ունեք հորաքույրներ, հորեղբայրներ, այնտեղ անընդհատ կան պրոբլեմներ, սիրելի հայք, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, այս նեգատիվը, այս մագյան ձեր վրայից մաքրեք եւ անձնական երջանկություն կլինի եւ ֆինանսական հաջողություն։ Սա ամեն ինչ քանդում է, ամեն ինչ փլուզում է։ Վարուժան 49 տարեկան, անձնական, տեսնենք ինչ է ասում տիեզերքը մեր սիրելի Վարուժանի համար։ Վարուժան անձնական։ Կա խնդիրներ, սիրելի Վարուժան, եւ անձնական ոլորտում, եւ գործնական ոլորտում կա խնդիրներ, դուք ոչ թե առաջ եք գնում, այլ հետ եք գնում, սիրելի Վարուժան։ Ոչ ֆինանսական խնդիրներ է լուծվում, ընդհակառակը ավելի ընկնում եք խնդիրների եւ պրոբլեմների մեջ։ Անձնականդ գալիս տեղ չի հասնում, սիրելի Վարուժան, չի ստացվում, էդ է պետք է լինի ու չի ստացվում, քանդվում է։ Գիտեք ինչ, սիրելի Վարուժան, ցույց է տալիս, որ եւ ֆինանսական խնդիրներ կա, եւ անձնական խնդիրներ կա, բայց դա ժամանակավոր է։ Մի վախեցեք, մի հիասթափվեք եւ անձնական ոլորտում կունենաք հաջողություն եւ ֆինանսական ոլորտում։ Ուղղակի ցույց է տալիս, որ շատ ծանր իրավիճակ է, մի վախեցեք, մի հիասթափվեք, առաջ գնացեք եւ կլինի հաղթանակներ ձեր եւ անձնական ոլորտում եւ գործնական ոլորտում, սիրելի Վարուժան։ Գյուլնարա 22 տարեկան, անձնական, տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Գյուլնարայի համար։ Գյուլնարա 22 տարեկան, անձնական, սիրելի Գյուլնարա, ձեր անձնական ոլորտում լինելու է հաջողություն, լինելու է երջանկություն, ինչ երազանք նպատակ որ ունեք, ձեր երազանքները, նպատակները կատարվելու են։ Ալինա 20 տարեկան, անձնական, տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Ալինայի համար։ Ալինա 20 տարեկան, անձնական, սիրելի Ալինա, ձեր անձնականը քանդված է, ձեր անձնականը փլուզված է, ձեր վրա կա կախարդանք, ձեր վրա կա տոհմական անեծք, անձնականը քանդված է, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, դուրս եկեք այս նեգատիվից, որպեսզի լինի անձնական։ Փակվում է ամեն ինչ։ Շնորհակալ եմ նվերների, լայքերի, սրտիկների համար։ Շատ շնորհակալ եմ։ Մոնիկա 22 տարեկան, անձնական։ Մոնիկա 22 տարեկան, անձնական, տեսնենք ինչ է ասում տիեզերքը մեր սիրելի Մոնիկայի համար։ Կա խնդիրներ, սիրելի Մոնիկա, ձեր անձնականը փակել են, դոր կատարված գործողություն է, դուք պետք է ամուսնանաք, դուք պետք է երջանիկ լինեիք ու չստացվեց, որովհետև ձեր ընդրածի վրա կատարել են թուղթուգիր, փակում է ձեր անձնականը։ Սիրելի Մոնիկա, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, այս մագյան մաքրեք եւ ձեր վրայից, եւ ձեր զուգընկերոջ վրայից, եւ կլինի անձնական երջանկություն։
Շնորհակալ եմ, շնորհակալ եմ։ Անգելինա 20 տարեկան անձնական։ Անգելինա 20 տարեկան անձնական։ Սիրելի Անգելինա, ձեր վրա թուղթուգիր կա, ձեր վրա կա տոհմական անեծք, չկա անձնական, կա առողջական խնդիր, սիրելի Անգելինա, այս նեգատիվը ամեն ինչ քանդում է, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, դուրս եկեք այս նեգատիվից, սիրելի Անգելինա, որպեսզի լինի անձնական, ամեն ինչ քանդում է այդ նեգատիվը, ամեն ինչ փլուզում է, սիրելի Անգելինա, շնորհակալ եմ լայքերի, սրտիկների համար, Լիա 41 տարեկան անձնական, Լիա 41 տարեկան անձնական, տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Լիայի համար, կա խնդիրներ, սիրելի Լիա, Սիրելի Լիա, ձեր անձնականը փակված է, ձեր վրա կա թուղթուգիր, ձեր վրա կա մագիա, անձնական չկա, կա նաև ֆինանսական խնդիրներ, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, այս նեգատիվ, այս կախարդանքը, այս գիրը ձեր վրա այս մաքրեք, որպեսզի լինի երջանկություն, որպեսզի լինի հաջողություն, քանի գնում ավելի է վատանում ձեր վիճակը, սիրելի Լիա, Լյով 32 տարեկան անձնական, Լյով 32 տարեկան անձնական, տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Լյովայի համար, Սիրելի Լյովա, ձեր անձնական ոլորտում լինելու է հաջողություն, և ֆինանսական ոլորտում, և անձնական ոլորտում լինելու է հաջողություն, ինչ երազանք նպատակել, որ ունեք սիրելի Լյովա, ձեր երազանքները, նպատակները կատարվելու են։ Եթե խնդիրներ կա, դուք այդ խնդիրներից հաղթանակով դուրս եք գալիս։ Շնորհակալ եմ, գրում եք ձեր անունը, գրում եք ձեր տարիքը, գրում եք ձեր հարցը։ Պավլիկ 52 տարեկան անձնական, Պավլիկ 52 տարեկան անձնական, կա խնդիրներ, սիրելի Պավլիկ, և անձնականն է փակված, և գործնականն է փակված, կա վախեր, կա առողջական խնդիրներ, գիտեք ինչ, կա խնդիրներ, Պավլիկը ցանկանում է այդ խնդիրներից դուրս գալ, բայց չի ստացվում, Պավլիկի վրա կա թուղթուգիր, Պավլիկի վրա կա կապ, Պավլիկի վրա կա կախարդանք և մագիա, և անձնականն է փակվում, և գործնականն է փակվում, կա նաև առողջական խնդիրներ, կա կախվածություն, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, սիրելի Պավլիկ, մաքրման գործողություն կատարեք, որպեսզի լինի հաջողություն, դուք 1 քայլ առաջ եք գնում, 15 քայլ հետ եք գնում, չկա ձեր կյանքի մեջ ոչ մի հաջողություն, ոչ մի հաղթանակ։ Շնորհակալ եմ, Մայրամ 45 տարեկան ֆինանսական, Մայրամ 45 տարեկան ֆինանսական, տեսնենք ինչ ասում տիեզերքը, Սիրելի Մայրամ, ձեր ֆինանսական ոլորտում լինելու է հաջողություն, ձեր դեմ ճանապարհներ է բացվում, ձեր դեմ հորիզոններ է բացվում, ձեր դեմ հնարավորություններ է բացվում, դուք այդ խնդիրներից էլ կարողանալու եք հաղթանակով դուրս գալ։ Մոնիկա Լյով, ինչ է սպասվում, Մոնիկա Լյով, տեսնենք ինչ ասում տիեզերքը,
կա խնդիրներ սիրելի Մոնիկա, սիրելի Լյով, բայց այդ խնդիրները լուծելի է, ձեր կյանքի մեջ հաջողություն է սպասվում եւ անձնական ոլորտում եւ ֆինանսական ոլորտում, ճիշտ է, կա խնդիրներ, կա դժվարություններ, բայց դուք Աստծո կամքով հնարավորություն կունենաք այդ խնդիրներից, այդ դժվարություններից հաղթանակով դուրս գալ։ Արմինե 47 տարեկան անձնական Արմինե 47 տարեկան անձնական տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Արմինեի համար։ Սիրելի Արմինե, ձեր անձնական ոլորտում լինելու է երջանկություն։ Ինչ երազանք որ ունեք, ինչի մասին որ այժմ դուք մտածում եք, ձեր երազանքները կատարվելու է, սիրելի Արմինե։ Շնորհակալ եմ լայքերի, սրտիկների։ Քոհար Լյովա, ինչ է սպասվում։ Քոհար Լյովա, ինչ է սպասվում։ Կա խնդիրներ, սիրելի Քոհար, սիրելի Լյովա, կա խնդիրներ, կա բարդություններ եւ դժվարություններ։ Ցանկանում եք այդ խնդիրներից դուրս գալ, սիրելի Քոհար, սիրելի Լյովա, բայց ցույց է տալիս, որ ոչ թե առաջընթաց է, այլ հետընթաց։ Գիտեք ինչ, ճիշտ է, կա խնդիրներ, կա դժվարություններ, բայց դուք հնարավորություն կունենաք եւ այդ խնդիրներից եւ այդ դժվարություններից հաղթանակով դուրս գալ։ Կա խնդիր, կա նաեւ հաղթանակ։ Շնորհակալ եմ, շատ շնորհակալ եմ ձեր լայքերի, ձեր սրտիկների համար։ Հրիփսիմե 32 տարեկան անձնական Հրիփսիմե 32 տարեկան անձնական Կա խնդիրներ, սիրելի Հրիփսիմե, անձնականը ոնց որ փակված լինի, դուք էլ ձեր էներգետիկան կորցրած լինեք, սիրելի Հրիփսիմե, ձեր վրա կա թուղթուկիր, որը փակում է ձեր անձնականը, ձեզանից քողացել են ձեր անձնական երջանկությունը, սիրելի Հրիփսիմե, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, այս նեգատիվը ձեր վրայից մաքրեք, որպեսզի լինի անձնական, ձեր վրա գիր է կատարված, ձեր անձնականի վրա գիր է կատարված, ձեզանից տարված է ձեր անձնական երջանկությունը, սիրելի Հրիփսիմե, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, դուրս եկեք այս նեգատիվից, որպեսզի լինի անձնական, որպեսզի լինի երջանկություն։ Շնորհակալ եմ լայքերի, սրտիկների ու նվերների համար, շատ շնորհակալ եմ։ Մանուկ 42 տարեկան անձնական, տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Մանուկի համար։ Մանուկ 42 տարեկան անձնական Կա խնդիրներ, սիրելի Մանուկ, ձեր անձնականը անընդհատ չի ստացվում, սիրելի Մանուկ, ձեր վրա կա թուղթուկիր, ձեր վրա կա մագիա, ձեր անձնականը փակված է, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, դուրս եկեք այս նեգատիվից, որպեսզի լինի անձնական։ Շնորհակալ եմ։ Շնորհակալ եմ։ Վարդան 18 տարեկան անձնական։ Վարդան 18 տարեկան անձնական։ Կա խնդիրներ, սիրելի Վարդան։ Սիրելի Վարդան, ձեր ազգի վրա կա թուղթուկիր, ձեր ազգի վրա
հատկապես ձեր հայրական ազգը անեծքի տակ է, որի պատճառով եւ անձնական խնդիրներ կլինի, եւ գործնական խնդիրներ կլինի։ Սիրելի Վարդան, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, դուք դեռ երիտասարդ եք, անտեղի ժամանակ մի կկործրեք, որպեսզի լինի հաջողություն, որպեսզի լինի երջանկություն։ Ձեր հայրական ազգը ամբողջովին նեգատիվի մեջ է, կավաղաժամ մահեր։ Սիրելի Վարդան, այս նեգատիվից մաքրվեք, որպեսզի լինի հաջողություն, որպեսզի լինի երջանկություն։ Շնորհակալ եմ, Արմեն անձնական։ Արմեն անձնական, տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Արմենի համար։ Արմեն անձնական, կա խնդիրներ սիրելի Արմեն։ Սիրելի Արմեն, ճիշտ է, կա խնդիրներ, բայց դուք ձեր անձնականից մի կվախեցեք, ուղղակի որոշակի ժամանակ է ցույց տալիս, դուք անձնականը ստեղծելու, կառուցելու հնարավորություն կունենաք։ Ուղղակի շատ թեթև ժամանակ է ցույց տալիս, դուք ունենաք անձնական երջանկություն։ Սիրելի Արմեն, եւ շատ մոտակա ժամանակահատվածում։ Շնորհակալ եմ լայքերի, սրտիկների, նվերների համար, շատ շնորհակալ եմ։ Հեժմինե 22 տարեկան անձնական։ Հեժմինե 22 տարեկան անձնական։ Տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Հերմինեի համար։ Սիրելի Հերմինե, ձեր անձնական ոլորտում լինելու է երջանկություն, ինչ երազանք նպատակ էլ որ ունեք, ձեր երազանքը նպատակը կատարվելու է։ Այո, ձեր երազանքը նպատակը կատարվելու է, սիրելի Հերմինե։ Շնորհակալ եմ լայքերի, սրտիկների համար, շատ շնորհակալ եմ։ Սյուզաննա 20 տարեկան ընդհանուր, տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Սյուզաննայի համար։ Սյուզաննա 20 տարեկան ընդհանուր։ Սիրելի Սյուզաննա, ձեր հայրական ազգը ամբողջովին նեգատիվի տակ է, որի պատճառով խնդիրներ են լինելու եւ ձեր անձնական ոլորտում եւ ձեր գործնական ոլորտում։ Դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, դուրս եկեք այս նեգատիվից, որպեսզի լինի երջանկություն, անտեղի, աննպատակ, անարդյունք ժամանակ մի կկործրեք։ Սիրելի Սյուզաննա, շնորհակալ եմ լայքերի, սրտիկների, նվերների համար, գրում եք ձեր անունը, գրում եք ձեր տարիքը, գրում եք ձեր հարցը։ Բարև ձեզ, շնորհակալ եմ։ Լամարա 20 տարեկան անձնական։ Լամարա 20 տարեկան անձնական։ Սիրելի Լամարա, սկզբից հաջողություն կլինի ձեր ֆինանսական ոլորտում, հետագայում նաև ձեր անձնական ոլորտում կլինի հաջողություն, ինչ երազանք նպատակներ որ ունեք, ձեր երազանքները նպատակները կկատարվեն։ Գայանե 37 տարեկան անձնական։ Գայանե 37 տարեկան անձնական։ Տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Գայանեի համար։ Սիրելի Գայանե, ձեր անձնական ոլորտում լինելու է հաջողություն, անակնկալ մեծ հաջողություն է լինելու, դուք երջանկանալու եք, սիրելի Գայանե։ Դավիթ 49 տարեկան, տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Դավիթի համար։ Դավիթ 49 տարեկան, տեսնենք ինչ ասում տիեզերքը։
Սիրելի Դավիթ, ձեր վրա կա թուղթուգիր, կնոջ կողմից կատարված մոգական գործողություն կախարդանք, որը փակում է և ձեր անձնական երջանկությունը, և ձեր ֆինանսական հաջողությունը։ Դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, սիրելի Դավիթ, որպեսզի լինի հաջողություն, որպեսզի լինի երջանկություն։ Շնորհակալ եմ լայքերի, սրտիկների, նվերների համար։ Շնորհակալ եմ։ Անգելինա 18 տարեկան, տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Անգելինայի համար։ Կա խնդիրներ, սիրելի Անգելինա։ Սիրելի Անգելինա, ձեր ազգը ամբողջովին անեծքի տակ է։ Ճիշտ է, դուք դեռ երիտասարդ եք, բայց արդեն ձեր կյանքի մեջ զգում եք, դուք ձեր ծնված օրվանից զգում եք այս նեգատիվի առկայությունը։ Դու վազում ես ձեր վազքի դիմաց, ուրիշ մարդն է գնահատական ստանում, սիրելի Անգելինա։ Այժմ դուք փակուղու առաջ եք կանգնած, զգում եք, որ եւ անձնականն է քանդված, եւ գործնականն է քանդված, դուք դեռ երիտասարդ եք, անհաբաղ դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, այս նեգատիվը ձեր վրայից մաքրեք, որպեսզի ձեր կյանքը չվերածվի քաոսի, սիրելի Անգելինա։ Շնորհակալ եմ լայքերի, սրտիկների համար, շատ շնորհակալ եմ։ Շնորհակալ եմ շատ։ Սուսաննա 19 տարեկան, անձնական, տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Սուսաննայի համար։ Սիրելի Սուսաննա, ձեր անձնական ոլորտում լինելու է երջանկություն, ինչ երազանք նպատակ էլ որ ունեք, ձեր երազանքները, նպատակները կատարվելու են։ Այո, սիրելի Սուսաննա, ինչ երազանք որ ունեք, ձեր երազանքը կատարվելու է։ Շնորհակալ եմ։ Հայկազ 28 տարեկան, անձնական, տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Հայկազի համար։ Հայկազ 28 տարեկան, անձնական։ Կա խնդիրներ, սիրելի Հայկազ, բայց այդ խնդիրները ժամանակավոր են, հաջողություն կլինի սկզբից ձեր ֆինանսական ոլորտում, հետագայում նաև հաջողություններ կլինի ձեր անձնական ոլորտում, մի վախեցեք, մի հիասթափվեք, ցույց է տալիս եւ հաջողություն, ցույց է տալիս եւ երջանկություն։ Բարև ձեզ։ Ինչպես գիտեք, ես էքստրասենս պարահոգեբան եմ, զբաղվում եմ նաև վեդայական աստղաբանությամբ, նայում եմ, նեգատիվ էներգիա եմ մաքրում, աստղային քարտեզ եմ մեկնաբանում, թալիսմաններ եմ պատրաստում եւ ակտիվացնում, ես Երևանում եմ, եթե ձեզ անհրաժեշտ է իմ ծառայությունը կարող եք դիմել, եթե չեք կարողանում այցելել, աշխատում եմ նաև օնլայն տեսազանգի միջոցով։ Իմ բոլոր ուղիեթերները պահպանվում են իմ յութուբյան ալիքներում, ինստագրամում, կոնտակտում, ֆեյսբուքյան ալիքներում, տիկտոկյան ալիքներում, գրանցվեք, որպեսզի ինֆորմացված լինեք, այդ ալիքներում ձեզ հետաքրքրող շատ ինֆորմացիա կա, կանխատեսումներ, հմայախոսություններ, ծիսակարգեր։
Ամեն շաբաթ կիրակի մտնում եմ ուղիղ եթեր, որտեղ որ պատասխանում եմ ձեր հարցերին։ Գրանցվեք իմ ալիքներին, նման ձևով ձեր շնորհակալությունը կհայտնեք։ Արթուր 43 տարեկան, գործնական։ Արթուր 43 տարեկան, գործնական։ Կա խնդիրներ սիրելի Արթուր։ Սիրելի Արթուր, ձեր վրա կա թուղթուգիր, ձեր վրա կա մագիա, որը ձեր կյանքի բոլոր ոլորտների վրա ազդում է։ Եվ գործնական է փակված, եւ անձնական է փակված, կա առողջական խնդիրներ, կա կախվածություն։ Սիրելի Արթուր, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, դուրս եկեք այս նեգատիվից, որպեսզի լինի երջանկություն։ Շնորհակալ եմ, շնորհակալ եմ։ Շատ շնորհակալ եմ, անչափահասներին չեմ նայում։ Таиса, Константин, будете ли вместе? Таиса, Константин, будете ли вместе? Посмотрим, что говорит Всевышний. Таиса, Константин. Да, дорогая Таиса, вы будете вместе. Вы будете вместе. Շնորհակալ եմ։ Մայրամ 23 տարեկան, կգնաք Հայաստան, թե ոչ։ Մայրամ 23 տարեկան, կգնաք Հայաստան, թե ոչ։ Կա որոշակի խնդիրներ սիրելի Մայրամ, կա վախեր սիրելի Մայրամ, բայց դուք այդ խնդիրներն եք կհաղթահարեք, այդ վախերն եք կհաղթահարեք։ Սիրելի Մայրամ, այո, դուք կգաք Հայաստան։ Ռաֆի 34 տարեկան, գործնական։ Ռաֆի 34 տարեկան, գործնական։ Տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Ռաֆիի համար։ Ռաֆի 34 տարեկան, գործնական։ Սիրելի Ռաֆի, ձեր գործնականը փակված է, ձեր վրա կա թուղթուգիր, ձեր վրա կա մագիա, որը փակում է ձեր եւ գործնականը, բերում է նաեւ առողջական, բերում է նաեւ անձնական խնդիրներ։ Սիրելի Ռաֆի, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, այս նեգատիվը ձեր վրայից մաքրեք, որպեսզի լինի հաջողություն, որպեսզի լինի երջանկություն։ Այո, կա նաև գործնական խնդիրներ, կա եւ անձնական խնդիրներ, սիրելի Ռաֆի։ Շնորհակալ եմ։ Շատ շնորհակալ եմ ձեր լայքերի, ձեր սրտիկների, ձեր նվերների համար։ Սիրելիներս, ես այսօր ավարտում եմ իմ ուղիղ եթերը։ Ինչպես գիտեք, ես էքստրասենս պարահոգեբան եմ, զբաղվում եմ նաև վեդայական աստղաբանությամբ, նայում եմ նեգատիվ էներգիայի մաքրում, աստղային քարտեզ եմ մեկնաբանում, թալիսմաններ եմ պատրաստում եւ ակտիվացնում, ես Երևանում եմ, եթե ձեզ անհրաժեշտ է իմ ծառայությունը կարող եք դիմել, եթե չեք կարողանում այցելել, աշխատում եմ նաև օնլայն տեսազանգի միջոցով։ Իմ բոլոր եթերները պահպանվում են իմ YouTube-յան ալիքներում, Instagram-ում, Կոնտակտում, Facebook-յան ալիքներում, գրանցվեք, որպեսզի ինֆորմացված լինեք, այդ ալիքներում ձեզ հետաքրքրող շատ ինֆորմացիա կա, կանխատեսումներ, հմայախոսություններ, ծիսակարգեր, որոնք որ ես ձեզ ի սրտի նվիրում եմ։ Սիրելիներս, եթե դուք ունեք հարազատներ, բարեկամներ,
ում որ պետք է էքստրասենսի, պայծառատեսի, բարահոգեբանի օգնությունը, իրենց նույնպես տեղյակ պահեք, որ ամեն շաբաթ կիրակի կա նման ուղիղետերներ, թող իրենք էլ գրանցվեն, իրենք էլ իրենց հարցերը տան, ես էլ մեծ սիրով իրենց հարցերին պատասխանեմ։ Կներեք, ում հարցերին չկարողացա պատասխանել, սպասում եմ հաջորդ շաբաթ կիրակի ձեր հարցերին կպատասխանեմ։ Այսքանը սիրելիներս, հաջողություն, ցտեսություն։